Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ մտահոգված է նաև ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նրա տվյալներով մեր երկրում ավտոներկրողների թիվը անցնում է 7000-ից։ Իսկ Մաքսային միությանը անդամակցելու դեպքում մաքսատուրքը կեռապատկվի, հետևաբար ավտոներկրողները կսնանկանան, որովհետև գնորդ չի լինի։ 10-ից 15 տարեկան մեքենաները, որ այսօր վաճառվում են 5-ից 5.500 դոլար, կվաճառվի $15000։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը դեմ է զինապարտության մասին օրենքի փոփոխություններին։ Դրանց համաձայն պետպատվերով, միջպետական համաձայնագրերով արտասահմանյան բուհերում սովորողներին զինծառայությունից տարկետում այսուհետև տրամադրելու է կառավարությունը եւ գրավի դիմաց։ Գրավի չափը 8.5 միլիոն դրամ է։ Կառավարության այս որոշումով թեման չի փակվում։ Հակառակը այն անարդարությունը, որ կա, անհավասարությունը փաստորեն պահպանվում է։ 2013 թվականին Ֆրանսիայում ուժի մեջ մտած միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրենքին դեմ Ֆրանսիայի քաղաքացիներին այսօր իրենց աջակցությունը հայտնեցին նրանց հայ համախոհները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արմեն Բոշոյանը տասնյակ հասարակական կազմակերպությունների անունից նամակ հանձնեց դեսպանատանը։ Պարզվում է, որ հենց եվրոպական ժողովուրդը, այդ ավանդապաշտ քրիստոնյա ժողովուրդը դա չի ընդունում։ Երևանի քաղաքապետարանը միշտ դեմ է եղել Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորատար համալիրի քանդմանը։ Այսօր հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նա կարծում է, որ պետք է բազմակողմանի ուսումնասիրվեն այլընտրանքային տարբերակները, որպիսի շենքի արտաքին տեսքը չտուժի։ Այն հիմնավորումները, որոնք ներկայացված էին, մեզ բավարար չթված քանդման համար։ Ժամանակին Աբովյան 4 հասցեում գտնվող Միլանո խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին շարունակում են անակնկալներ մատուցել։ Սկզբում տարածքը ճանաչվեց իրացման գոտի եւ օտարվեց։ Հիմա էլ նոր սեփականատերը հայց է ներկայացրել նրա դեմ, նշելով, որ Ղուկասյանը հարկային պարտավորություն ունի այդ գույքի նկատմամբ։ Այսօր այս մասին տեղեկացրեց Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Եթե պարզվի դատարանը հաստատի, որ հարկային պարտավորություն ուներ Միլանոն այդ գույքի վաճառքի հետ կապված, կստացվի, որ այդ գումարը պետք է հետ տրվի պետությանը արդեն հարկերի տեսքով։ Հայաստանում անապահով սոցիալական խմբին պատկանող մոտ 250,000 քաղաքացի այսուհետ կօգտվի անվճար եւ արտոնյալ բուժօգնությունից։ Այսօր այս մասին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Նրա խոսքերով հատուկ խմբերին պատկանող քաղաքացիները կօգտվեն նաեւ սրտի անվճար վիրահատությունից։ 110 մարդու Հայաստանի Հանրապետությունում ամբողջովին անվճար են իրականացնում։ Մյուսը սոցիալապես անապահով հատուկ խմբերում ցանկում գտնվողներին փոխհատուցում ենք տալի պետության մասնակցությամբ, դա համավճարը պետության կողմից 365,000 դրամ։ Երևանի ուղևորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն առաջիկա օրերին կավարտի իր վերլուծությունը։ Ամեկլուսին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, հավելելով, որ ուղևորցի սակագնի բարձրացման մասին խոսելն այս պահին դեռ վաղ է։ Համապատասխան ընթացակարգ կա, այդ հանրային քննարկում նոր կձևավորվի սակագինը։ Բարի երեկո։ Դուք դիտում եք Ամեկլուսի IFE+ հաղորդումը։ Մեզ համար զարմանալի չէ կառավարության անվստահություն հայտնելու կամ քննադատելու գործելավոճը, քանի որ ամբողջ աշխարհում է այդպես։ Բայց խորհրդարանում կառավարության վստահության հարցը որոշվում է կառավարության ծրագրի եւ բյուջեի հաստատման ժամանակ, հիշեցնում է ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը առաջարկում է, որ նախագահը ուղիղ բանակցի կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող երիտասարդների հետ։ Դա ցույց կտա, ըստ պարոն Վարդանյանի, որ նա իրոք անհանգստացած է մեր քաղաքացիների ապագայով։ Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւս դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հանրապետությունում որևէ մեկին չեմ ճանաչում, որը այդ կուտակային հարցով լավ տրամադրված լինի, ասում է երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը։ Cinema Star Dalma Garden կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Տրիերի Նիմֆոմանուհի ֆիլմի ցուցադրումից, որի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 13-ին, ավելորդ հասարակական կրքեր չբորբոքելու համար։ Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ կազմակերպությունը, որը երբեմն անվանում են գունավոր հեղափոխությունների ամերիկյան ֆոնդ, դարձյալ հանդես է եկել Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված քննադատությամբ։
Հիմնադրամի դժգոհության թիրախում են հայտնվել օրենսդրական փոփոխությունները, որոնք խստացնում են իշխանությունների վերահսկողությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Կիպրոսի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրողլում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, թե ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես պետություն կլինի դաշնային, երկգոտի և երկհամայնքային։ Օրվա լրահոսը։ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին տված Նաիրիդ գործարանի աշխատակիցների 6-օրյա ժամկետը լրացավ։ Այսօր նրանք իրենց ուզող հարցերի պատասխանը ստանալու համար հերթական բողոքի ակցիան անցկացրին։ Իսկ հարցերը հետևյալն են. երբ է գործարկվելու Նաիրիդը և երբ են ստանալու իրենց 15 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Թե ինչու չի աշխատում Նաիրիդ գործարանը, դրա պատասխանը միայն կիմանա Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը։ Իր երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աշխատում էր Նաիրիդ գործարանում, իսկ մյուսը Չինաստանում Հայաստանի դեսպանն է, կարճ ասած, մի քանի գլխանի օֆշորային դևեր։ Պարզապես ամաչում ենք, որ իրանք չեն ամաչում։ Վարչապետի փոխարեն կառավարությունից նաիրիցիներին այսօր առաջարկեցին հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Մենք նրանք չենք վստահում, նա խապե է, բառի բուն իմաստով։ Թեև նաիրիցիները չեն վստահում Արմեն Մովսիսյանին, այնուամենայնիվ հանդիպեցին նրա հետ։ Վերջինս նրանց խոստացավ մինչև փետրվարի 20-ը վճարել 1 ամսվա աշխատավարձ, ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, որևէ հստակ պատասխան չի տրվել։ Աշխարհում 4-5 ձևի զավոդ կա։ Չինաստանում արտադրամասը տարեցին, Չինաստանում տարեկան 20-30 հազար տոննա կաուչուկ են արտադրում, իսկ պարապորտի մեջ դրել են 3 ամիսը մեկ 50-60 հազար դրամ աշխատավարձ են տալու մարդը։ Միջև երբ 50 հազարով ինչ կարիք է սոկում։ Մենակ գազի ծախսը 50 հազար են տալիս։ Իրենց տրված պատասխաններից չբավարարված նաիրիցիները կառավարության մոտից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26, իրենց դժգոհությունը գրավոր Սերժ Սարգսյանին հանձնելու համար, իսկ վաղը նրանք բողոքի ակցիա կանցկացնեն հենց գործարանի դիմաց։ Պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը այսօր էլ փողոց դուրս բերեց մետրոպոլիտենի աշխատակիցներին, հունվար ամսվա նրանց աշխատավարձերից արդեն պահումներ են արել, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու։ Եթե ես գումար ունենամ հավելյալ, ես կբերեմ ինքս կտամ, կասեմ պահեք, հավաքեք 63-ում կամ որոշակի տարիքում կտակից։ Ես ընդհանրապես չունեմ այդ գումարը այսօր հավելնոր։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները այսօր դիմում են ներկայացրել տնօրինությանը պահանջելով չխախտել իրենց իրավունքները և չշրջանցել սահմանադրական դատարանի որոշումը, որով կասեցվել է կենսաթոշակային պարտադիր կൂട്ടակային համակարգի ներդրումը։ Ես մի բան չեմ հասկանում, որ սահմանադրական դատարանը պարտադիր է հիմա հետաձգել է, ինչ է պահում։ Միաժամանակ ցուցարարները գիտակցում են մետրոպոլիտենի տնօրինությունը մեղավոր չէ, հրամանը վերևից է։ Ղեկավարներին, որ մնար, տես բան չէին անի։ Դուք էլ գիտեք, մարդկանց ավտոբուսներն են լցնում, տանում են ստորագրելու։ Ինչ է իրանց ֆոնդերը լիք տնի, մեզ էլ համոզեն, որ տենում եք լավ բան է։ Դրա լավ բանը որն է 30 տարի հետո նոր պարզ կլի։ 30 տարի հետո яй շքսատի, яй շատերը։ Երևանի մետրոպոլիտենն այսօր ունի մոտ 1500 աշխատակից։ Այսօր փողոց դուրս եկածները հայտնեցին, որ աշխատողների մեծ մասը տարեցներ են։ Դա է պատճառը, որ այսօր հավաքվածների թիվը մեծ չէ։ Մետրոպոլիտենի աշխատակիցները առայժմ չեն պատրաստվում գործադուլի, սպասում են իրենց պահանջների բավարարմանը, որից էլ կախված կլինի հետագա քայլերը։ Իսկ աջակցելու համար այսօր նրանց կողքին էին դեմ եմ նախաձեռնության անդամները։ Կառավարությունը բարձրացնում է ծխախոտի գինը, ծխելու դեմ պայքարելու համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խոսքերն արդեն իրականություն են դարձել։ Ահագին տանգացել է, բայց ինչ արած, որ ծխողենք, մի ծխենք։ Կարող է մի քիչ հաց ուտենք, բայց ծխենք։ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասին օրենքի համաձայն ծխախոտի գները ավելացել են 20-ից 50 դրամով։ Ակցիզային հարկը դարձել է 100 դրամ, իսկ ավելացրած արժեքի հարկը մնացել է նույնը։ Առաջ այնպիսին էր, որ կար մի սահմանված գին, որի մեջ հաստատագրված վճար էր, որի մեջ մտնում էր եւ ավելացած արժեքի հարկը եւ ակցիզային հարկը։ Հիմա դրանք տարանջատվել են։ Պարոն Սաֆարյանը զգուշացնում է, ներկրվող ծխախոտի գնի վրա ազդելու է նաեւ Մաքսեն միությանը Հայաստանի անդամակցությունը։ Երրորդ երկրներից մեր երկիր ներկրվող ծխախոտի վրա նաեւ լրացուցիչ մաքսավճարներ կգործեն, որոնց պարոն Սաֆարյանը դեմ չէ։ Տեղական սիգարետի արտադրությունը կդառնա ավելի այսպես շահավետ եւ գուցե այդ ժամանակ նաեւ վերանայվի մեր ասենք այդ 100 դրամ սահմանված այսօրվա ակցիզային հարկը։ Հայերենական ապրանք արտադրողների միության նախագահի տվյալներով մեր երկրում տարեկան սպառվում է 20 միլիոն տուփ ծխախոտ, որից 10 միլիոնը ներկրված են, մնացածը տեղական արտադրության։
Իդեպ նոր օրենքը տեղական արտադրանքի եւ ներկրվածների համար նույն հարկերն է նախատեսել։ Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներից է դա։ Փաստն այն է, որ արդեն մի քանի օր է Հայաստանում ծխախոտը թանկացել է։ Արդյոք այն կարող է նպաստել ծխելու դեմ պայքարին։ Կարող է թարգել։ Ուզում եմ, շատ եմ ուզում։ Որոշ մարդիկ էլ արդեն հրաժեշտ են տվել այդ վատ սովորությանը։ Վերջապես հասկացա, որ դա վնաս է առողջությանը։ 7 տարի եղավ թողել եմ, որովհետև արդեն տարիքի հետ պետք է թողես։ Առողջությանը վնասել չեմ թարգել եմ։ Նարկոլոգիական կլինիկայից էլ մեծ զրույցում հայտնեցին, որ այս տարի բուժման համար իրենց դիմել է ընդամենը 2 քաղաքացի։ Իսկ Նատալի Ֆարմ տեղատների ցանցից մեզ տեղեկացրին, որ ծխախոտի ազդեցությունը թույլատնող դեղամիջոցները Հայաստանում մեծ պահանջարկ չունեն։ Վաճառվում է տրվում է վարձով գրությամբ, ինչպես նաև փակված եւ լքված կրպակների ու խանութների պակաս Բյուրեղավանը չունի։ Անգամ իր ընտանիքի 17 տարվա խանութը Վարսենիկ Բաբասյանը որոշել է վաճառել։ Առնող էլ չկա։ Ընդհանրապես կողքի լրի տարածքները վաճառվում են։ Տիկին Վարսենիկի խոսքերով, երբ խանութը նոր էին բացել, առևտուրն աշխուժ էր, տարեցտարի գնորդների թիվը նվազեց։ Բյուրեղավանցիների մեծ մասն այսօր նախընտրում է գնումներ անել քաղաքի մեծ խանութներից։ Վարսենիկը սկզբում մթերք էր վաճառում, սակայն գնորդների պակասի պատճառով շուտ փչացող մթերքի փոխարեն սկսել է սպասք վաճառել։ Օրվա ընթացքում միջին առևտուրը տատանվում է 1000-ից 3000 դրամի սահմաններում։ Հիմա որ աշխատատեղ լինի, ես ավելի լավ գնամ աշխատեմ, քան ստեղ նստեմ ամբողջ օրը։ Տիկին Վարսենիկի ամուսինը զոդող է, սակայն հիմնական աշխատանք չունի, երբեմն պատվերներ է կատարում։ Բաբասյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքը եկամտի այլ աղբյուր չունի։ Բյուրեղավանի մեկ այլ կրպակատեր 80-ամյա Մնացական Պողոսյանը եւս չի բացառում, որ Գարնանը կարող է փակել իր կրպակը։ Որ հալմա Աբրում ենք, դեմ չենք աբրում, նալուկները տալում ենք։ Նա մասնագիտությամբ շինարար է եղել, իսկ վերջին 10 տարում կնոջ հետ միասին ապրում է կրպակի եկամտով եւ թոշակով։ Տարեց Բյուրեղավանցու կրպակի տեսականին մեծ չէ՝ սուրճ, ծխախոտ, աղ եւ մի քանի այլ իրեր։ Նա նաեւ ապառիկ է վաճառում իր ապրանքը։ Այս տետրում գրված են պարտապանների անունները։ Բյուրեղավանցիներից շատերը չեն կարողանում մարել իրենց չնչին պարտքերը։ Գալման տանում են մի բան, մարդը չի ստացվում, չեն տանում, ինչ։ Ներում եք։ Մնացական Պողոսյանը վստահեցնում է, եթե խորհրդային բանկում իր ներդրած ավանները վերադարձնեին, ապա կրպակ բացելու կարիք չէր լինի։ Հզոր հեղինակներ կան, որոնք իրենց հավերժորեն պարտադրում են։ Եթե այսօր նարեկացի չենք կարդում, մեղք այլում են նարեկացումը։ Եթե այսօր Մարկես ենք կարդում, շնորհում Մարկեսին։ Հայ արձակի ամենաինտելեկտուալ հեղինակներից մեկի թեման գյուղն էր, ավելին ծմակուտը դա չխանգարեց, որպեսզի խորհրդային տարիների Խրուշովյան ծնալից հետո գրված նրա գրականությունը մկրատվի գրաքննության ձեռքով դա միայն աշխուժացնում էր մեծ գրողին։ Ծիծաղելով ապրում էինք եւ երկրի ղեկավարների հիմարությունների վրա եւ վաղ չկա։ Հրանտ Մաթևոսյանը 79 տարեկան է, մարդ էր, որը ցեղասպանության մասին գրեց առանց 1915 թվականի կողմը նայելու վկան ծառերը վիպակը, ով Մաքսայի միություն թե Եվրոպական ասոցիացիալ ընտրանքի մասին գրեց առանց այդ օրերին հասնելու վկան մենք ենք մեր սարերը։ Մարդ էր, ում թեման խիղճն էր որպես ապրելիք միակ իրականություն։ Եթե միավորված ազգերի կազմակերպությունը որոշի, որ համաշխարհային խղճի արձանը անելու է եւ որևէ տեղ դնի, ստեղծելու է հայ գյուղացուց, հայ մարդուց է ստեղծելու է համաշխարհային խղճի արձանը։ Ամեն ինչ չէ, որ Հրանտ Մաթևոսյանը գրում էր բառերով, նա արձակագիր էր, որը բառերն ազատեց ճշմարտության անխնազինանոց լինելու գրական անպատասխանատվությունից։ Մեր գրականությունը ես որակել մայրական վերաբերմունքի գրականություն, որ հայրենիքի նկատմամբ մի քիչ խղճահարությամբ է մոտենում եւ ոչ ամբողջ ճշմարտությունն է նրան ասում։ Որոշ բաներ պահում։ Հանճարեղ արձակագիրը հայ գրական արձակի հետագա ներկայացուցիչներից մեծ մասի բառամթերքն էր, դա չխանգարեց, որպեսզի կյանքի վերջին տարիներին, երբ հրաժարվեց գրողների միության նախագահի աթոռից, տեսնի, թե ինչպես են բառի մարդիկ իրեն տրորելով աշխատում առօրյա հացը, հնդհացս մերժելով նաև հաջորդ հանճարին, Լևոն Խեչոյանին։ Մեր ազգը կարողացավ ներկայանալ համաշխարհային գրականության մեջ Հրանտ Մաթևոսյանի միջոցով։ Հասարակ բանալ։ Նախագահի աթոռը թողնելուց հետո Հրանտ Մաթևոսյանն ապրեց ընդամենը 2 տարի։ Իր բոլոր տեքստերով էր նա ապացուցել, բոլոր աղետները նրանից են, որ մարդիկ չունեն ժամանակավորության զգացում։ Ես գրականություն հասկացող մարդ եմ, ես գիտեմ ինչ է նշանակում մեծ գրող։ Ես ավետարանները զտելով եմ ընկալում, ես չեմ կարող ինձ մեծ գրող համարել։ Հայաստան Եվրամիություն խորհրդանական համագործակցության կոմիտեի նիստը, որը չավարտվեց համատեղ հայտարարության ստորագրումով, հաստատեց այն մտահոգությունը, որ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպացիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է, թե որքանով խորն ու անվերադարձ են եվրոպացիները մեզանից նեղացել, առայժմ պարզ չէ, որ այսօր ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, դրա հետ կարծես թե ոչ ոք չի վիճում։ Օրվա գլխավոր թեման։
Սերժ Սարգսյանը վիրավորեց Եվրամիության մի շարք երկրների Մաքսային միության անդամակցելու մասին իր որոշմամբ, կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքերով Վիլնյուսյան հանդիպումից հետո, երբ Հայաստանը չստորագրեց ասոցիացման պայմանագիրը, Եվրամիությունը ակնահայտորեն մեր նկատմամբ փոխեց իր վերաբերմունքը։ Եթե մինչև Վիլնյուսը, այսպես ասենք, դաբրոն այդ անդամ երկրներից քաղաքականություն իրականացնելու համար եվրոպական ինստիտուտները ունեին, այսօր այդ դիֆերենցիացված մոտեցման համար դաբրոն գոյություն չունի, մասնավորապես դաբրոն գոյություն չունի հաստատ Հայաստանի դեպքում։ Նա հիշեցնում է, որ արևելյան գործընկերության շրջանակներում ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանը առանձնացվեց եւ դիտարկվեց մի երկիր, որը ընդհանրություններ չունի Ադրբեջանի հետ։ Փաստորեն այսօր մենք կարող ենք նորից հայտնվել Ադրբեջանի հետ այդպես զույգավորված կարգավիճակում։ Պարոն Նավասարդյանի մտահոգում է այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դառնում է Եվրամիության օրակարգի մաս։ Որպես առաջին ազդակ նա համարում է Ստրասբուրգում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունքները։ Երբ Եվրախորհրդարանի падգամավորները ավելի հակված էին քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ մեր կոնֆլիկտը, քան Հայաստան-Եվրամիություն անմիջական երկկողմանի հարաբերությունները։ Մաքսային միության անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո նա երկկողմ որևէ առաջարկ չի տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Այս պահին, երբ պատրաստվում են ընտրություններ Եվրոպական խորհրդարանում, կենտրոնանալ եւ մշակել Հայաստանի համար ինչ-որ առաջարկներ, բնականաբար ոչ մեկ չի պատրաստվում։ Այս պահին հնչում են հայտարարություններ, սակայն չկա փաստաթուղթ, չկա բանակցված փաստաթուղթ, որի շուրջ կարելի է ներկայացնել որոշակի առաջարկներ։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով Եվրամիությունը այս պահին փնտրում է նոր ձևաչափեր Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Որպես ապացույց, փորձագետը հիշեցնում է Եվրամիության ընդլայնման քաղաքականության եւ հարևանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեի վերջին շրջանի հայտարարությունները։ Եվրոպայի համար այս տարածաշրջանը ազատության տարածման եւ ազատությունը ուժեղացնելու առումով բավականին կարևոր է եւ Եվրոպան ամեն ինչ անելու էր համագործակցության խոր համագործակցության մեկ այլ ձևաչափ գտնելու եւ համագործակցությունը այդ ճանապարհով տանելու ուղղությամբ։ Որքան ես եմ շփվել եվրոպացի դիվանագետների եւ փորձագետների հետ, թե սեպտեմբերի 3-ից առաջ եւ թե դրանից հետո նրանց առաջին 3-4 հարցերը ազատության եւ ժողովրդավարության մասին են։ Բայց մոտավորապես 5-րդ հարցից սկսած խոսակցությունը թեքվում է դեպի Ղարաբաղյան հարցը։ Այն ուղերձը, որը նրանք ցանկանում են մեզ փոխանցել, որքան հասկանում եմ հետևյալն է։ Դուք դարձել եք ձեր ռազմական հաջողությունների պատանդը, Ռուսաստանը շատ լավ օգտվում է դրանից եւ այդպիսով ձեր երկիրը հայտնվել է փակուղում։ Եվրոխորհրդարանի падգամավորների կոշտ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հավանաբար պայմանավորված է հենց այդ մոտեցումներով։ Երբեմն ասվում է, որ եվրոպացիներից ոմանք նշում են, մենք այլևս չենք ուզում բանակցել ձեզ հետ, մենք ուզում ենք բանակցել Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ։ Եթե դա այդպես է, ապա շատ վիրավորական է։ Եվ մեր դիվանագիտությունը պետք է հավանաբար ինչ-որ քայլեր ձեռնարկի, ապացուցելու համար, որ Հայաստանը գոնե որոշ չափով ինքնուրույն գործոն է։ Ղարաբաղից բացի մնացած խնդիրները կարող են ավելի հեշտ քննարկվել, սակայն Հայաստանն առայժմ չի որոշել, թե որոնք են այդ խնդիրները։ Մենք շարունակում ենք մնալ արևելյան գործընկերության անդամ երկիր, սակայն որ ծրագրով պիտի շարժվի այդ գործընկերությունը Հայաստանի եւ մի շարք այլ երկրների դեպքում դեռ ոչ ոք չի կարող ասել։ Ամեկ+-ի զրուցակիցն է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը։ Պարոն Ֆարմանյան, այսպիսի լուրեր կային, որ եվրոպացի ձեր վիզավիներից ոմանք ակնարկում էին, որ Ղարաբաղի հարցը այլևս Հայաստանի ձեր հետ չեն պատրաստվում քննարկել եւ քննարկելու են բացառապես ռուսների հետ։ Կա այդպիսի բան թե չէ։ Նման բան չկա։ Եվրախորհրդարանական որևէ ձևաչափ նման կարծիք ես չեմ լսել եւ չէլ կարող լինել, որտեղ եվրախորհրդարանականները իրենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերում որևէ ներգրաված դերակատարություն չունեն կամ մասնակցություն չունեն։ Ավելին, նույնիսկ պաշտոնական Բրյուսելը հանձնաժողովի եւ խորհրդի առումով որևէ ներգրավություն եւ մասնակցություն չունեն։ Դա իրականությանը չհամապատասխանող, իրականության հետ որևէ աղերս չունեցող հետևություն է։
Որևէ մեկը այդպիսի բան դες չի ասել։ Բացարձակ։ Եվ ոչ միայն չի ասել, այլ չի կարող որևէ խելամիտ մարդ նման բան ասել։ Իսկ ճիշտ է արդյոք, որ եվրոպական պատվիրակությունը հակված չէր քննարկել Ղարաբաղի վերաբերող այդ հատվածը եւ ասում են այս է, որ կա, ուզում եք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք։ Ուրեմն հարցը եղել է շատ հստակ։ Աշխատանքային կարգի առումով ընդունվող փաստաթուղթը սովորաբար երկու իրավահավասար սուբյեկտների տեսակետների համադրված տարբերակն է։ Այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս պարագայում մեր կողմից ներկայացված առաջարկությունները, որոնք սովորաբար դառնում են քննարկման հիմք եւ հետո բանակցությունների արդյունքում գալիս ենք փոխընդունելի ձևակերպումների, մեր եվրախորհրդարանական հարգարժան գործընկերների կողմից եղել է շատ ավելի կոշտ եւ որոշում, որ սա մի տարբերակ է, արդեն իրենց ներկայացրած տարբերակը, որ իբրև ես դրան իմիջիայլոց կասկածում եմ, արտահայտում է եվրախորհրդարանական տարբեր խմբակցությունների համադրված կարծիքը եւ իրենք իրավասու չեն պարզապես որևէ փոփոխություն մտցնելու այդ տեքստում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր խմբակցությունները աջակցում են եւ հիմքն են նույն Եվրահանձնաժողովի, որ ունի բացարձակապես այլ շատ ավելի առողջ, շատ ավելի օգտակար դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը բազմիցս արտահայտվել է, այդ թվում նաև վերջերս եւ Քեթրին Էշթոնի, եւ Ֆյուլեի, եւ Հերման վան Ռոմպոյի եւ մյուս ուրեմն ինստիտուտների կողմից։ Այսինքն նրանք հակված չէին դա քննարկել, ինչու։ Գիտեք, իմ հետևությունները կարող են խոշոր հաշվով լինել շատ սուբյեկտիվ, դրանք կարող են ամենատարբեր պատճառներ ունենալ եւ ես չէի ուզի դիտարկել այդ հնարավոր պատճառներից որևէ մեկը, որտեղ դա ըստ էության որևէ տեղ չի տան։ Ամենատարածված պատճառը կարծիքը կարող է իհարկե լինել այն, որ սեպտեմբեր 3-յան որոշումից հետո եվրախորհրդարանականների մոտ, որոնք բոլորս էլ գիտենք շատ ավելի ազատ են իրենց քաղաքական բառապաշարում արտահայտություններում, ի տարբերություն Եվրահանձնաժողովի, կարող է արկա է որոշակի չհասկացվածություն, ոչ բոլորի մոտ իհարկե, բայց ոմանց մոտ կա չհասկացվածություն եւ կարող է այո լինել նաեւ նման մտայնություն, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած չհասկացվածությունը եւ օգտագործենք ոչ քաղաքական, հա, եզր նեղացվածությունը կարող է նման դրսևորում ունենալ։ Եվ շատ հստակ է եղել հայկական ամբողջ պատվիրակության անունից, որ մոտեցումը ինքնին ընդունելի չի։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1973 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծնված քաղաքացիների վրա, սակայն այն անուղղակիորեն վերաբերում է բոլորին։ Սա քաջ գիտակցում են նաև դսեղի կենսաթոշակառուները, ովքեր վերջին շրջանում ամեն օր ի թիվս այլ թեմաների նաև այս խնդիրն են քննարկում։ Ինչ որ կուտակային բաներ են սարքում, որ ժողովրդին հեշտ դուրս չի գալի։ Չգիտենք այդ ինչ կազմակերպության են դավարիա գնում մեր փողերը, օրինակ ես Սովետական միության ժամանակ բավականին աշխատել եմ ու կուտակայր, որ ծերության ժամանակ օգտագործեմ այդ փողը, հիմի չկա։ Այդ նույնն էլ պետք է այդ կենսաթոշակի գումարները ալեն։ Զալիկ Խառատյանի խաղընկերոջը նույնպես ուզում է գյուղի երիտասարդների հարցը, ասում է, այստեղ աշխատանք չկա երիտասարդների համար եւ ոչ էլ բարեկեցիկ ապագա կառուցելու հեռանկար։ Տարեցները կարոտախտով են հիշում եւ վստահեցնում, իրենց երիտասարդության տարիներին կյանքը դսեղում բոլորովին ուրիշ էր։ Ոնց կարող ես համեմատել ու վախն հիմա բոլորն աշխատանք ունեին, բոլորը աշխատում էին, միջոցներ ունեին, հիմա ոչինչ չունեն։ Սաղ երեխեքը թողած գնում են Ռուսաստանի կոպեկ աշխատում։ Թումանյանի տարածաշրջանի դսեղ համայնքում 3115 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա։ Գլխաքանակը տարեստարի ավելանում է, սակայն անասնաբուժական ծառայության որակը գնալով վատանում, դժգոհում է գյուղապետը։ Ընդհանրապես անասնաբույժների եւ նրանց մատուցած ծառայություններից բողոքում է ոչ միայն դսեղի գյուղապետը, այլև տարածաշրջանի այլ գյուղերի համայնքապետերը։ Ես միջև այսօր չեմ կարողանում իմ համագյուղացիներին բացատրել, թե ինչ է նշանակում պետպատվեր։ Երբ որ հրավիրում ենք մենք մեր անասնաբուժին, ասում է ես պետպատվերում եմ աշխատում։ Անասնաբուժասանիտարիայի կենտրոն ՊՕԱԿ-ը զբաղվում է միայն պետական պատվերի շրջանակում կատարվող միջոցառումներով։ Անասնաբույժների հետ էլ պայմանագրեր են կնքում միայն պետպատվերի սահմաններում։ Որը 9 հիվանդություն է՝ բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախ, տաբախ, էմկար, պասիլոզ, խոզերի ժանդախ, թռչունների հաշ։ Անասնաբույժների ֆունկցիաները մտնում են միայն այս պետպատվերի շրջանակներում կատարված միջոցառումների համար։
եւ վճարումը կատարում է միայն դրա համար։ Գյուղապետերն առաջին հերթին դժգոհում են պետպատվերից դուրս ծառայության բացակայությունից։ Անասունների այլ հիվանդությունների դեպքում նրանք կանգնում են լուրջ խնդիրների առջև։ Այս խնդիրները համայնքապետերը ներկայացրել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին։ Կապանի կոմունալ ծառայությունը նախապատրաստվում է գարնանային աշխատանքներին, քաղաքի որոշ հատվածներում գարունն իրեն ավելի շուտ է զգացնել տալիս։ Տեղի բնակիչների դիմումների համաձայն ծառայության աշխատակիցները սկսել են էտել ծառերը։ Իսկ Հաթոմանյան փողոցի սառույցները հուշում են, որ ձմեռը դեռ նահանջելու միտք չունի, առջևում էլ, ինչպես ասում են լոռեցիները, գիժ մարտն է։ Կատարում ենք մասնակի էտումներ, որ ծառներ փչացա, հիմքից հատում ենք։ Եվ առաջացած փայտը տալիս ենք զոհվածների ընտանիքներին որպես օգնություն։ Հիմնականում կտրվում եւ թարմացվում են չինարիներն ու սոսիները, որոնք դեռ տասնյակ տարիներ առաջ էին տնկվել թաղամասերում։ Այս ծառերը քամիների ժամանակ շենքերի բնակիչների համար դառնում են վտանգավոր։ Երկու ծառներ, որ հատ ենք վերջացնենք, երևի մտնենք են Թումանյանի փողոցում սառույցներ կան, նա պետք է հանենք։ ՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացահայտել է, թե ինչպես է քաղաքական մեծամասնությունը վերաբերվում կառավարությանն անվստահություն հայտնելու անդիմության ծրագրերին։ Մտահոգությունները ցրելու շատ ընդունված ձև է։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Մենք ընդհանրապես ոչ միայն չենք անհանգստանում, այլև բանի տեղ չենք дնում։ Слышь, доцент, сматываться надо. Врачиха в милицию накапает. Не накапает. Почему? Я ее того, бритвой по горлу, в колодце она лежит, можешь посмотреть.